Մշակների զինվորագրում Պողոս վերադարձավ թշնամի հողամասեր: Իր առաջի այցելությունը տվավ Լիվստրայի, ուր հազիվ ազատած էր իր կյանքը: Երկրորդ այցելության ընթացքին պատահեցավ դեպքը, որ եղավ իր կյանքի մեծագույն ուրախություններէն մեկը: Ան հանդիպեցավ Տիմոթեոսին և հասավ Դերբե ու Լիվստրա և ահա հոն աշակերտ մկար Տիմոթեոս անունով, որ հրեա կնոջ մը զավակ էր և հայրը հույն էր, որ Լիվստրացի ու Իկոնացի եղբայրներէն ալ բարի վկայված էր: Գործք Առաքելոց 16:1-2 Պողոս զինվորագրեց Տիմոթեոսը և ձայն հրավիրեց միանալու իրենց խմբին: Տիմոթեոս հավատացյալներու մեջ բարի համբավ վայելող աշակերտ մըն էր: Արդյոք ան միակ բարի վկայված աշակերտն էր: Ոչ: Ինչու՞ ուրեմն Պողոս նրան ընտրեց որպես մարզվելիք աշակերտը և Քրիստոսի ապագա մշակը: Պողոս հրապուրիչ ի՞նչ տեսավ Տիմոթեոսի կյանքի մեջ, որ ձայն ընտրեց: Վստահ եմ, որ Տիմոթեոս բազմաթիվ թաքուն կարողություններ ուներ, որոնք պիտի ծաղկեին տարիներու ընթացքին: Տիմոթեոսի հատկությունները Քննենք Տիմոթեոսի հատկությունները, որոնք զինք Պողոսի հարմար գործակիցը դարձուցին: Ան ուներ ծառայի սիրտ մը: Իրենց սպասավորություն ընողներէն երկուքը՝ Տիմոթեոս և Երաստոսը, ղրկեց Մակեդոնիա ու ինքը ատեն մնալ Ասիայի մեջ կեցավ: Գործք Առաքելոց 19:22 Տիմոթեոս Պողոսի օգնողներէն մեկն էր, հարմար մշակ մը ըլլալու: Մենք հոժար ու նախանձավոր ըլլալու ենք մարդոց ծառայելու: Տիմոթեոս ցուցաբերեց ծառայի հոգին, հատկություն մը, որ միշտ կփնտրվեր Պողոսի կողմէ: Ծառաները հազվագիւտ են, որովհետև շատերս կնախընտրենք ծառայություն ընդունել ուրիշներէ, քան անոնց ծառայել: Այն անհատները, որոնք կուզեն միայն ծառայություն ընդունել, խեղճուկ մշակներ կ'ըլլան Քրիստոսի գերագույն ծառային դատին մեջ: Ան մատչելի էր: Տիմոթեոս եղավ Պողոսի ճանապարհակիցներէն մեկը և անոր մատչելի էր մինչև վերջի տարիները: Ու մինչև Ասիա իրեն հետ կ'երթար Բերիացի Պիրոսի որդին Սոպատրոսը և Թեսաղոնիկեցիների Արիստարքոս և Սեկունդոսը և Գայոս Դերբացին ու Տիմոթեոսը և ասիացիք Տիխիկոսը և Տրոփիմոսը: Գործք Առաքելոց 20:4 Ան ուսուցանելի էր: Ասիկա բացահայտ է Պողոսի կողմէ Տիմոթեոսին ուղղված երկու նամակներուն մեջ: Անոնցմէ մեկուն մեջ Պողոսը կ'ընէ զարմանալի հայտարարություն մը, թե Տիմոթեոս լրիվ հասկացած էր իր ուսուցումը, գործելաձևը և նպատակը: Բ Տիմոթեոս 3:10-11 Նկատի առ այն բոլոր բաները, որոնք Տիմոթեոսը գիտեր Պողոսի մասին: Տիմոթեոս անհագ փափագ ուներ ծանոթանալու Պողոսի կյանքի բոլոր մարզերուն: Ան սորվելու սքանչելի փափագ ուներ: Ան միևնույն խորհուրդը ուներ: Փիլիպպեցիների 2:20-ի մեջ կկարդանք. «Վասնզի անոր նման սրտակից մեկը չունեմ, որ մտերմաբար ձեզի համար հոգ տանի»: Պողոս տեսավ, որ Տիմոթեոսի համար ալ կարևոր էին նպատակները, որոնք Աստված փորագրած էր իր սրտի վրա: Անոնք մեկ միտք, մեկ սիրտ էին քրիստոնեական գործի մեծ նպատակներու նկատմամբ: Ան հավատարիմ էր: Կկարդանք Ա Կորնթացիների 4:17-ի մեջ. «Ասոր համար ձեզի կղրկեմ Տիմոթեոսը,
որ իմ սիրելի որդիս է ու Տիրոջմով հավատարիմ, որ ձեր միտքը պիտի ձգե Քրիստոսով իմ բռնած ճամփաներս, ինչպես ամեն տեղ ամեն եկեղեցիներուն մեջ կսորվեցնեմ։ Տիմոթեոս այնքան ժամանակ անցուցած էր Պողոսի հետ, որ սորված էր անոր պատգամը և կյանքի կերպարը։ Սակայն Պողոսի պատգամը և կերպը գիտենալն ավելի բան մկար։ Տիմոթեոս հավատարիմ էր անոր հետևելուն մեջ։ Ան գիտցավ ընել Պողոսի ըրածը։ Տիմոթեոս հավատարիմ էր։ 6. Ան վերարտադրող էր։ Տիմոթեոս ոչ միայն ինքը Պողոսի կյանքի օրինակին կհետևեր, այլ կսորվեցներ ուրիշներու ալ հետևիլ անոր կյանքի ձևին։ Պողոս տեսավ Տիմոթեոսի մեջ թաքնված կարելիություններ և օգտակար սեպեց ներդրումներ ընել անոր կյանքին մեջ, այն բարձր վստահությամբ, թե Տիմոթեոս իր կարգին պիտի հաստատեր, սնուցաներ և մարզեր եկեղեցիի հավատարմությունով ծառայող աշակերտներ։ Տիմոթեոս մեր եղբայրը ու Աստծոյ պաշտոնյան և մեր գործակիցը Քրիստոսի ավետարանին մեջ ղրկեցինք ձեզ հաստատելու ու մխիթարելու ձեր հավատքի համար։ Առաջի Թեսաղոնիկեցիների 3:2 Տիմոթեոս Պողոսի տեսիլքը և գործի մերձեցումը ըմբռնելու կարողությունն ուներ և կրնար զայն բաժնեկցիլ ուրիշներու հետ։ Այն բաները, որոնք ինձ մե լսեցիր շատ վկաներով, հավատարիմ մարդոց անձն է, որոնք կարող ըլլան ուրիշներու ալ սորվեցնել։ 2 Տիմոթեոս 2:2 Ասոնք Տիմոթեոսի հատկություններեն մեկ քանին են, որ Լիստրայի մեջ Պողոսը կրնա նշմարած ըլլան։ 2. Զինվորագրության սկզբունքներ։ Ինչ կնես բարի մարդ մը Քրիստոսի դատին զինվորագրելու համար։ Ահա տարիներու ընթացքին իմ սորված դասերես։ Առաջին. սկսե աղոթքով։ Աղոթքը էական է Քրիստոսի դատի համար մարդիկ զինվորագրելու գործին մեջ։ Տարիներ առաջ կճամփորդեի նեվիգեյթորներու համագումարի մը ներկա գտնվելու համար։ Երբ որոշված քաղաքը հասա, ճաշարան մը մտա պատառ մը ուտելու համար։ Վճարումի պահին գանձողին վկայեցի։ Ան զարմացավ։ Դուն երկրորդ անձն ես, որ այսօր Աստծոյ մասին կխոսի ինձի, ըսավ ան։ Հարցնելով գտա, որ նույն համագումարին եկող երիտասարդ մըն էր։ Ավելի հետո իմացա, որ ան ճիմ նորդն էր Սթերլինգ քոլեջեն։ Համագումարեն ետքը տարի մը ամբողջ և ամեն օր աղոթեցի ճիմի համար և խնդրեցի Աստծմե, որ մեզ գործակիցներու վերածե։ Եթե ճիմ վկայելու այդ հոգևոր հուրը ուներ, ան կրնար դառնալ գործոն անդամներեն մեկը աշակերտներ շինող մեր խումբին։ Այդպես եղավ։ Այսօր ճիմ կը գլխավորե Ինդոնեզիայի նեվիգեյթորներու գործը։ 2. Նախ սիրե զանոնք։ Երբ քոլեջական ուսանողներու հատուկ համագումար մը պիտի առաջնորդեի, մեր գործակիցներեն հայտագիր մը առաջնորդել խնդրեցի։ Ռաս Ճանսթը առաջնորդեց զինվորագրության հատկացված հայտագիր մը։ Զարմացա, երբ լսեցի, որ իրեն տրված ժամանակը գործածած էր ան Առաջի Կորինթացիների 13-րդ գլխի վրա խորհրդակցական պահ մը առաջնորդելով։ Անդրադարձա, որ ան շիտակ նյութը ընտրած էր։ Սերը բանալի ազդակ մըն է զինվորագրության գործին մեջ։ Հիշենք, որ Հիսուս Քրիստոսի սերը մեզ իրեն հրապուրեց։ Մենք զանիկա կսիրենք,
որովհետև առաջ անիկա մեզ սիրեց։ Առաջի Հովանու 4:19։ Սերը շատ կարևոր է, երբ կուզենք Տիրոջ գործին համար երիտասարդներ զինվորագրել։ Երրորդ, ապրե աշակերտության կյանքը։ Կյանքովը ցույց տուր անոնց, թե Աստծոյ մարդը լալը ինչ կնշանակե։ Օրինակ եղիր։ Բազմաթիվ զինվորագրելի անհատներ կան, որոնք անօթի են գիտնալու Քրիստոսի համար ապրելու և գործելու մասին։ Հիշե 2 Մնացորդաց 15:9։ Իսրայելե շատ մարդիկ անոր կողմը անցան, տեսնելով, որ անոր Տեր Աստվածը անոր հետ է։ Իսկ Եսայի գրած է. երկայնահասակ մարդիկ քեզի պիտի անցնեն ու քուկդ պիտի ըլլան։ Չորրորդ, չափահասի խաղ խաղա և չափահասներ պիտի գան խաղին մասնակցելու։ Եթե դու խաղաս մանուկի խաղ, մանուկներ կհրապուրես։ Հիսուս ամենեն խիստ և պահանջկոտ առաջնորդ է։ Ան կպահանջե մեր ամբողջությունը։ Անոր բարոյական չափանիշները բարձրագույնն են։ Անոր անձնատվության մակարդակը բարձրագույնն է։ Անոր գործը քեզի կներկայացնե մեծագույն մարտակոչը։ Անոր դատը ամենեն կարևորն է։ Անոր աշխարհայացքը ամենեն ճշգրիտն է։ Անոր կյանքը ապրած մեծագույն կյանքն է։ Անոր խոսած խոսքերը մեծագույն խոսված խոսքեր են։ Հինգերորդ, կամ գործածե զանոնք, կամ ալ կորսնցուր։ Եթե մեկումը գործ տալով կարենաս համոզել նրան, որ մասնակցի աշխատանքիմը, ան շուտով կսկսի խոսիլ մեր գործին մասին։ Փոխանակ քու սպասավորությունը տսելու։ Սկսե պարզ, քիչ գործով։ Ավելցուր պատասխանատվությունը փոքր բաներու մեջ անոր ցուցաբերած հավատարմության համեմատ։ Հիսուս սկսավ Պետրոսի հետ աշխատիլ նախ անոր նավակը կարճ ժամանակի համար գործածելով։ Հետո Հիսուս ուզեց Պետրոսի ամբողջ կյանքը։ Անմիջապես որ մարդիկ զգան, թե իրենց ներկայությունը փնտրված չէ, կերթան մեկումը կամ բանիմը ետևեն, որ իրենց կուտա պատկանելիության գիտակցությունը։ Զինվորագրած անհատներդ գործի լծե, սակայն զգուշությամբ։ Անոնց մասնակցությունը իրական ըլլալու է։ Վեցերորդ, կիրարկե թափորի սկզբունքը։ Գործածե խմբակդ ուրիշներ հրապուրելու։ Առաջի աշակերտները ցուցադրեցին ուրախության և ցնծության հոգիմը։ Գործք Առաքելոց 2:46-47։ Խմբակը զինվորագրող գործիք մնե։ Երբ մարդ կտեսնե խմբակին ցոլացուցած սերը, Քրիստոսի համար կատարած գործիդ արդյունավորությունը և սպասավորությանդ մեջ հայտնաբերված ուրախությունը, ի վերջո կրնա հրապուրվիլ և խմբակիդ միանալ։ 7-րդ, գոհացուր անոնց կարիքը։ Վստահ եղիր, որ անոնք կհասկնան, թե խմբակին միանալը ավելի ի նպաստ իրենց է, քան քեզի։ 8-րդ, կապե զանոնք մեծ առաքելության։ Ով ալըլլա քու զինվորագրելիքդ, բանվոր, առևտրական, հիվանդապահուհի, տանտիկին, ցույց տուր անոր ինչպես մեկտեղել Քրիստոսի մեծ առաքելությունը և այս աշխարհը։ 9-րդ, սորվե նկատել բարի մարդը։ Սորվե զանազանել բարեկիրթ, սիրուն մեկը իրական շահողեն։ Ասիկա անելու մեկ կերպն է խումբդ Քրիստոսը վկայելու մղելը։ Ասիկա պիտի հրապուրե մարզական հոգի ունեցողը, մեկը, որ հետաքրքրված է պատերազմի ճակատի վրա գտնվելով։
Եթե խումբը տավետարանչական արևելում ունի, պիտի հրապուրվին անոնք, որոնք կսիրեն իրարու մոտ նստիլ և իրարու խոսել։ Բայց եթե հարցակող ավետարանչության տրվիկ, պիտի հրապուրվին անոնք, որոնք կուզեն պատնեշի վրա գտնվել։ Միայն հաղորդակցություն ունենալ փափագող անհատով մի մտահոգվիր։ Բազմաթիվ խմբակներ կան աշխարհի 4 կողմը, որոնք կսիրեն նստիլ և խորհրդակցիլ, խոսակցիլ, փաստարկել և մտիկ ընել տեսություններու։ Այդպիսի մեկը կրնա գոհացնել իր հաղորդակցության կարիքը։ Բայց հոգ տար այն անձին, որ կուզե ավետարանով ճակատ երթալ և հոգիներ շահել։ Այդ տեսակ անձիմը միջոցներ հայթայթելու ես իր հոգիի կրակը արծարծելու համար։ Ան չի ուզեր նստիլ և իր ժամանակը անցնել խոսելով և մտիկ ընելով։ Ան կուզե Քրիստոսի համար շարժման մեջ ըլլալ։ Ուրեմն տուր իրեն առիթ և գործի նպատակը։ Անոր շարժելու կարգը հայթայթ է։ Եթե ընես ատիկա, բարի մարդիկ պիտի փութան քու դուռդ։ Պողոս Տիմոթեոսին հայթայթեց իրական կարգը, Հիսուս Քրիստոսի մեծ առաքելությունը։ 10. Մի աճապարեր։ Մի աճապարեր։ Լավ ճանչեցիր զանոնք։ Ջանա սորվիլ իրենց սրտերուն մեջ եղածը և իրենց հետաքրքրությունները։ Պատրաստ ու հոժար են ծառայելու, երբ պետք մկա։ Հրահանգ և ուղեցույց կընդունի։ Աղոթե իրենց հետ։ Վկայե իրենց հետ։ Աստծոյ խոսքը բաժնեկցե իրենց հետ։ Շուտով մեկու վրա ձեռք չդնես և ուրիշներու մեղքերուն հաղորդ չլլաս, տուն քեզ մաքուր պահե։ Առաջի Տիմոթեոս 5:22։ 3. Խումբը հրապարակիչն է։ Տիմոթեոսին հանդիպել է, անոր թաքուն կարողությունները հասկանալ է ետքը, Պողոսը զայն զինվորագրեց։ Տիմոթեոսի նկատմամբ Պողոսի առաջի որոշումներեն մեկը եղավ ընդարձակել անոր հորիզոնը և զայն ընդունելի դարձնել ավելի ընդարձակ շրջանակի մեջ։ Պողոս ուզեց, որ ասիկա Տիմոթեոս իրեն հետ ելնե և առավ թլպատեց զանիկա այն տեղերը եղած հրեաներու համար, վասնզի ամենն ալ գիտեին, թե անոր հայրը հույն էր։ Գործք Առաքելոց 16:3։ Թեև Պողոս հեթանոսներուն առաքյալ նշանակված էր, տակավին կբաղձար հրեաներուն քրիստոնյա դառնալը։ Ան գրեց. «Եղբայրներ, իմ սրտիս փափագն ու աղոթքը առ Աստված Իսրայելի փրկվելու համար է»։ Հռոմեացիների 10:1։ Պողոս կուզեր, որ Տիմոթեոս լման ընդունելի ըլլար հրեաներուն։ Գործք Առաքելոց 15-րդ գլխին մեջ Երուսաղեմի վեհաժողովին առած որոշումը բացահայտորեն Սուրբ Հոգիեն առաջնորդված էր, և Պողոսի խմբակը եկեղեցիներուն հաղորդեց այդ որոշումը։ Եվ քաղաքներեն անցնելով, Երուսաղեմ եկած առաքյալներեն և երեցներեն ապսպրված հրամանները կավանդեին անոնց, որ պահեն։ Եկեղեցիներն ալ հավատքի մեջ կհաստատեին և օրեօր անոնց թիվը կավելանար։ Գործք Առաքելոց 16:4-5։ Երբ մարդիկ իմացան, թե քրիստոնյամը ըլլալ ինչ կենթադրեր, խանդավառությամբ Քրիստոսին դարձան։ Եկեղեցիներ ամրապնդվեցան, կորսվածներ փրկվեցան և շինվեցան։ Որևէ եկեղեցի ծրագիր ձգտելու է ասիկա հավասարակշռել։ Շատ հաճախ մեկ կամ մյուս նժարը ծանր կուգա։ Հովիվը տարվե տարի փրկության քարոզներ կքարոզե և կորսվածներ կշահվին, բայց փրկվածները չեն շինվիր։ Կամ հովիվը դաստիարակչական սերտողություններ կկատարե և հավատացյալներ կշինվին,
սակայն կմորցվի ավետարանչությունը։ Գործք Առաքելոց 16:5-ին մեջ կտեսնենք բացառիկ հավասարակշռություն մը ավետարանչության և աշակերտներ շինելու միջև։ 4. Գործի խմբակը։ Երբ Պողոս ու ընկերները շարունակեցին իրենց ճամփորդությունը, բացորոշ էր, որ ղեկը Սուրբ Հոգիի ձեռքն էր։ Ան կառաջնորդեր ճամփուն բոլոր խաչմերուկներուն վրա։ Սուրբ Հոգիին առաջնորդության Հիսուսի խոստումը լիովին կիրագործվեր։ Այն ատեն պատահեցավ դեպքը, որ պատմության ընթացքը փոխեց։ Պողոս իմացավ, որ Տերը կուզեր իր Մակեդոնիա երթալը։ Գործք Առաքելոց 16:9-10։ Ղուկաս կգրե. «Շուտ մը ուզեցինք Մակեդոնիա ելնել, հասկանալով, որ Տերը մեզ կհրավիրե»։ Արդյոք Աստված կանչած հրավիրած էր Ղուկասը։ Ոչ։ Պողոսն էր տեսիլքը տեսնողը։ Ուրեմն Ղուկաս ինչու համար մենք մեզ դերանունները գործածած է։ Որովհետև անոնք նույն լուծի տակ մտած խումբ մըն էին, և Պողոս խումբին առաջնորդն էր։ Երբ Աստված կխոսեր Պողոսին, խումբին խոսած կլար։ 5. Խումբը տարբեր դաշտ կմտնե։ Եթե դու Պողոսի խումբին մեկ անդամը ըլլայր, ինչ պիտի ակնկալեիր, երբ իմանայիր, որ Աստված որոշ ուղղություններ տված է Մակեդոնիայի մեջ ավետարանը քարոզելու։ Կարծեմ ես պիտի ակնկալեի փողերով, նվագախումբով դիմավորվիլ։ Հազարավոր մարդիկ ճամփաներուն եզերքը շարված ապաշխարելու կսպասեն։ Խումբը ինչ գտավ։ Կին մը, դիվահար աղջիկ մը, գանակոծում մը և բանտ մը։ Միտքդ բեր Եսայի 55:8 և 9 խոսքերը։ Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճամփաները իմ ճամփաները չեն, կսե Տերը։ Հապա որչափ երկինքը երկրե բարձր է, այնչափ իմ ճամփաները ձեր ճամփաներեն բարձր են, և իմ խորհուրդները ձեր խորհուրդներեն։ Աստված գիտեր իր ըրածը։ Լիդիա բացավ իր սիրտը Տիրոջը, դևը դուրս եկավ աղջիկեն։ Պողոս և Շիղը ալ խարազանվել է ետքը բանտ նետվեցան։ Ինչու բանտարկվեցան անոնք։ Որովհետև դիվահար աղջիկը կպատկաներ կարգ մը շահագործող մարդկանց։ Նման վատ չարաշահություններ տակավին սովորական են աշխարհի շատ մը մասերուն մեջ։ Երբ հարցուկ ոգի ունեցող աղջկա տերերը գիտցան, որ իրենց շահի աղբյուրը կտրված էր, սուտ զրպարտություններ ըրին։ Անոնք գանգատեցան, թե Պողոսի խումբը քաղաքացիական հանցանք մը գործած էր։ Ուստի Պողոս և Շիղա ամբաստանվեցան իրենց չգործած մեկ հանցանքին համար։ Գործք Առաքելոց 16:19-24։ Պողոս և Շիղա խստորեն խարազանվեցան։ Անգամ մը ևս Պողոս ստացավ այն պատիժը, որ առաջ ինքը ուրիշներուն կուտար։ Ինչպես Պողոս կսե ավելի ետքը. «Տեր, ես էի, որ քեզի հավատացողներին բանտը կդնեի և ժողովարաններուն մեջ կծեծեի»։ Գործք Առաքելոց 22:19։ Մակեդոնիոյի մեջ Պողոս ու Շիղա գութ չտեսան։ Խարազանի ծայրի երկաթի կտորները արյունալի վերքեր բացին անոնց կռնակին վրա և ապա բանտ։ Բանտապետը խանձված խշմտանքով անգութ մարդ մը եղած ըլլալու էր, որ կրցավ երկու ծեծված և վիրավորված մարդկանց առնել, զանոնք ներսի բանտը դնել ու անոնց ոտքերը կոճղերու մեջ ամրացնել։ Սակայն նկատի առ, որ դարձի գալեն ետքը առաջի անգամ ինչ ըրավ այս անգութ կարծրացած հռոմեացի բանտապետը։ Առավ զանոնք գիշերվա նույն ժամուն և անոնց վերքերը լվաց։
Գործք Առաքելոց 16:33։ Երբ Քրիստոս մտավ անոր կյանքին մեջ, անոր առաջի գործը եղավ գթասրտության և սիրո արարքմը, անոնց վերքերը լվաց։ Անհատներու և ընկերության կյանքին մեջ ճշմարիտ ապաշխարությունը կապացուցվի գթասրտությունով և սիրով։ 6. Խիստ ուսուցիչը։ Հաջորդ օր զորագլուխները ղրկեցին սպասավորները ու ըսին. «Արձակե այդ մարդիկ»։ Բայց Պողոս ըսավ անոնց. «Մեզ յայտնապէս ծեծելով, որ չդատապարտված հռովմեացի մարդիկ ենք, բանտը դրին, և հիմա գաղթուկ կհանեն մեզ. ոչ այդպես, հապա թող իրենք գան ու մեզ հանեն»։ Գործք Առաքելոց 16:35-37։ Պողոսի խոսքերը վախեցուցին զորագլուխները, որոնք եկան ու քաղցրությամբ խոսեցան անոնց հետ և դուրս հանելով կաղաչեին, որ այն քաղաքեն երթան։ Անոնք ալ բանտեն ելնելով, Լիդիայի տունը մտան ու եղբայրները տեսնելով մխիթարեցին զանոնք և գացին։ Գործք Առաքելոց 16:38-40։ Արդյոք Պողոս ինչու թույլատրեց իշխանություններուն, որ անարդարորեն զինք ծեծեն ու բանտը դնեն։ Ի՞նչ կխորիս դուն։ Նախ, անչուզեց, որ Շիղան առանձին տառապի։ Պողոս հռովմեացի էր, կրնար ինք զինք պաշտպանել, իսկ Շիղան ոչ։ Երկրորդ, կրնա ըլլալ, որ Պողոս ատիկա արավ Լիվստրայի մեջ գտնվող հավատացյալներու համար։ Հավատացյալները պիտի օգտվեին իր զոհաբերող օրինակէն։ Աստված անոր և Շիղայի փորձառությունով մեծ վեհ ծրագիր ուներ իրագործելիք։ Եվրոպայի առաջի եկեղեցին հաստատվեցավ քաջության և վեհության հիման վրա։ Վայրագ, անօրեն և ապօրինի խառնաշփոթությանց մեջտեղը։ Ամփոփում։ Պողոս կազմեց մարզիկներու իր գումարտակը և զանոնք առաջնորդեց պատերազմի դաշտը։ Ան. Առաջին. գտավ հարմար բարի մարդիկ։ Երկրորդ. զինվորագրեց զանոնք դատի համար։ Երրորդ. առաջնորդեց զանոնք, որպես իրարու լծված զինվորներ, ավետարանելու և հավատացյալները շինելու։